Բայց պարոն Խուդայցյան, ասացիք, որ այս տարի Երևան-Սևանում էլի հատված ունենք, չէ՞, որ պետքա միջին նորոգում անենք։ Երկու երթևեկելի գոտիներով, պարոն վարչապետ, ընդհանուր 40 կիլոմետր երկարությամբ մրցույթները հայտարարված է, մի փոքր լոտերով ենք հայտարարել են հույսով, որ տարբեր շինարարներ կլինեն եւ Սևանի բուն սեզոնին մենք այդ աշխատանքը չենք անի, ավարտած կլինենք, հա։ Մայիսի 8-ին առաջի լոտի բացում ունենք, մայիսի վերջ պլանավորում ենք շինաշխատանքները բոլոր լոտերով սկսած լինենք, հունիսը դեռևս ակտիվ սեզոն չի, մեր պլանավորումը այնպիսին է, որ հուլիսին այդ ճանապարհը շատ չծանրաբեռնենք, տուրիստական սեզոնին մարդիկ կարողանան հանգիստ տեղաշարժվել, չնայած նախորդ տարվա պես կանենք, շաբաթ-կիրակի օրերը այնուամենայնիվ կբացառենք աշխատանքը, որպեսզի խցանումներ չլինեն։ Դες տարի նաև եթե նույնիսկ մենք ուզենայինք էլ եղանակը պարզապես թույլ չէր տա, որ մենք այդ հատվածներում աշխատանք իրականացնենք, դե էտա պիտի հարմարվելով տենց աշխատենք, որովհետև ուրիշ տարբերակ սկզբունքորեն չկա։ Համեցեք։ Մենք արդեն պարոն վարչապետ շուրջ 20 կիլոմետր, 25 կիլոմետր վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ ունենք հանրապետությունում իրականացած, ամենախոշորը Իսակովի պողոտան էր, որտեղ միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացել, միաժամանակ ուզեմ տեղեկացնել, որ կառավարության վերջին նիստերից մեկում, երբ հայտարարեցի, որ մի քանի աշխատանքներ կան, որտեղ քանդել ենք տվել, այդ աշխատանքների զգալի մասը արդեն ասֆալտապատման փուլին ենք հասել, մասնավորապես Ելփինի ավտոճանապարհը չէինք ընդունել եւ այնտեղ ավարտական փուլում ենք մոտենում վերին շերտի ասֆալտատեղադրվում շինարարի միջոցների հաշվին, Ձորախբյուր տանող ճանապարհի էլի մի հատվածում շինարարի միջոցների հաշվին նորից վերին շերտը ամբողջությամբ փոխվում, սկսվել է արդեն Տաթև գնացող ճանապարհի 19.2 կիլոմետրի աշխատանքները, այնտեղ էլի վերին շերտը ամբողջությամբ շինարարի հատվածից դեպի ամբողջությամբ բանվարչապետ 10 կամուրջից, Սատանի կամուրջից Տաթև 19.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերին շերտի փոխման ամբողջ աշխատանքները շինարարի իրականացնելու է իր միջոցների հաշվին, այնտեղ արդեն ֆրեզավորումը սկսել են, այսօր կամ վաղը սկսեն նաև վերին շերտի տեղադրման աշխատանքները։ Ուզում եմ ասել, որ այս ճանապարհներում էլի աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացվեն եւ քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ պետությունը պետական բյուջեից այստեղ լրացուցիչ ոչ մի դրամ ավել վճարում չի անում, ամբողջը անում են շինարարները։ Բոլոր այդ դեպքերում տկենը թող ակտիվ կոմունիկացիա անի, որովհետեւ քաղաքացիների մոտ երբեմն տենց տպավորություն է ստեղծվում, թե բյուջեից երկու անգամ նույն ճանապարհի վրա փող ենք ծախսում, ինչը իհարկե այդպես չի։ Համեցեք։ Պարոն վարչապետ, տեսանելի վայրերում ուրեմն հանձնարարված ունենալ պաստառներ, Ձորախբյուրի դեպքում անձամբ եմ տեսել, որ այդ պաստառը կա, որտեղ մանրամասն գրած է, որ ճանապարհը չի ընդունվել, չի վճարվել եւ նորոգման աշխատանքները իրականացնում են կապալառու ընկերության միջոցների հաշվին։ Դե սա նաև կարծում եմ մեր կապալառու հարգելի ընկերությունների համար պետքա հետևություններ անելու հիմք տա, որ այդ ճանապարհները չեն ընդունվելու, բացառված է, այսինքն մենք խնդիրը դրել ենք որակի հարցում կոմպրոմիս լինել չի կարող եւ չի էլ եղել, հարցը չի, բայց հետո մենք նաեւ հետագայում թեմաների մեջ նաեւ այնքան խորացել ենք, որ հասկացել ենք, որ կարող է բիտումի որակի հետ կապված մենք խնդիր ունենք, հիմա նաեւ հանրապետություն մտնող բիտումի որակն ենք, ճիշտ է ստուգում։ Ստուգում ենք, պարոն վարչապետ, դրան զուգահեռ նաև ավելացնում ենք ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կարողությունները, ճանապարհի այլ պարամետրեր եւս ստուգելու մասով նկատի ունեմ հարթություն, ասֆալտի ծերացում, որտեղ օրինակ Ելփինի դեպքում պատճառը առաջացած ճաքերը չէին, այնտեղ բիտումի վերին շերտը մի սեզոն ընդամենը շահագործվելուց հետո քայքայվել էր եւ այդ ճանապարհին ուսումնասիրել են կրողունակության խնդիր չկա, բայց կա ծերացման հետ կապված արագ ուրեմն բիտումի վերին շերտը դուրս էր եկել։ Տաթևի եւ Ձորախբյուրի դեպքում պատճառը մի փոքր այլ էր, այնտեղ ճանապարհի վրա երկայնական եւ լայնական ճաքեր էին հայտնվել եւ որոշվել է ամբողջությամբ վերին շերտը երկու տեղերում էլ փոխել։ Ես նկատի ունեմ, բացի կառավարության ազգային ժողովի ձևաչափերով, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կայքում եւ իր միջոցներով թող իր էջերով այդ ակտիվ կոմունիկացվի, որովհետեւ դա շատ վատ բան է, եթե մարդը մտածի, որ բյուջեից մի անգամ ծախսեցին
Հիմա էլ երկրորդ անգամ են ծախսում, այդ շատ կարևոր է։ Իհարկե մենք դեպքեր ունենք, երբ որ արդեն դատական բանավեճերի մեջ ենք մտնում եւ այլն, բայց մարդիկ պետք է իմանան, որ կառավարությունը որակի ստանդարտի նկատմամբ նախանձախնդիր է եւ այդ դեպքերում բյուջեից կրկնակի ծախս չի արվում։ Իհարկե կարող է դատական ծախսեր արվեն, որը դե դատական ծախս է, հա, արվում է եւ հնդածս պետք է այդ հարցերը բերենք հնարավորինս նորմալ վիճակի։ Պարոն վարչապետ, հանրապետությունում նախորդ տարիներից արված շուրջ 20 ճանապարհահատվածներ կան, որոնք արվել են եւ շինարարին ամբողջությամբ չեն վճարվել այդ աշխատանքների համար որակի հետ կապված խնդիրներով, դրանց իհարկե մի մասը դատական, ուրեմն դատարանում է գտնվում այդ գործերը, բայց պետք է ավելացնեմ նաեւ, որ վերջերս ջերմուկ գնացող ճանապարհի հետ կապված մենք որակի երաշխիքն ենք շինարարի սպայել, հիմա նախագծման փուլում ենք եւ այդ ճանապարհը պլանավորում ենք լայնացումով հիմնանորոգում իրականացնել, այսինքն հետեւողական ենք, եթե կարճ ասեմ այս հարցերին։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, նաև հիմա մեկ այլ խմբով մենք արդեն կատարված աշխատանքների հետ կապված ֆինանսական վերջին հատկացումներն ենք իրականացնում։ Խոսքը մասնավորապես հետևյալ ճանապարհների մասին է՝ Շիրակի մարզում Գյումրիից Բավրա տանող ավտոճանապարհի 21 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Սյունիքում Ծղուկի Սառնակունք եւ Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 747 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Կրկին Սյունիքի մարզում Շինուհայրից Հալիձոր եւ Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհի 19 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Պարոն վարչապետ, ամբողջությամբ այս ճանապարհի վերին շերտը փոխվում է։ Հա, հիմա հատկացնում ենք, որ վերջին կտորն է փոխի ու այս վերջին կտորը տանք, հա։ Հատկացնում ենք ընդամենը նախագծման ծառայությունների համար։ Շատ լավ։ Հաջորդը Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի Վանաձորի միջով անցնող 6 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Այսինքն սա ավարտված աշխատանք, հա։ Այո, պարոն վարչապետ, այս դեպքում տեխնիկական հսկողության մնացորդային գումար ենք հատկացնում 1,641,000։ Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի վերջին 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում Տավոշի մարզում, Արմավիրի մարզում Մեծամոր Հայեք Մեծամոր ավտոճանապարհի 17 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Շիրակի մարզում Արթիկից Ալագյաց տանող ավտոճանապարհի 3,1 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, բայց այս ճանապարհը հետագա հատվածներում ընդեղ էլի կտորներ կար, որ պետք էր հիմնանորոգել։ 3,1-ը ամբողջությամբ ավարտել ենք, մի հատված կա, որ նորոգման կարիք ունի։ Շատ լավ։ Կոտայքի մարզում Հրազդանի տրանսպորտային հանգույցից Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 10 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզում M6 ավտոճանապարհից դեպի Աթան տանող ավտոճանապարհի 27 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Այսինքն ավարտվել է այս ճանապարհն էլ ավարտվել։ Սա էլ է, պարոն վարչապետ, Ավարտեցիք տեխնիկական հսկողության գումարը, հա։ Այսինքն ավարտել ենք։ Հա։ Այս ճանապարհի վրա էլ ահագին էներգիա ծախսեցինք, որովհետև այնտեղ ինչ որ մի հատված կար, խողովակի խնդիր կար եւ այլն, բայց հիմա ավարտվել ենք փաստորեն։ Գեղարքունիքի մարզում Մարտունի Գետապ ավտոճանապարհի Սելիմի Լեռնանցքով անցնող 14 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Արագածոտնի մարզում Զարինջայից Զիթանքվող տանող ճանապարհի 4.3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որի մասին ասացի նախագծման համար 30% չվճարված գումար կա, դա ենք վճարում, Արագածոտնի մարզի Թաթուլից Կանաչ եւ Հակո տանող ճանապարհի շինարարական աշխատանքների 5%-ն ենք վերջին վճարում, ես այդ ճանապարհով անցել եմ, արդեն պատրաստ էր, M5 ավտոճանապարհից դեպի Մայիսյան տանող 0.8 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգում Արմավիրի մարզում, Արմավիրից Նալբանդյան տանող ճանապարհի 4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Մրկաշատից Ալաշկերտ եւ Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, ելի վերջին 5%-ների մասին է, Արևիկից Արմավիր տանող ավտոճանապարհի 3.6 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Ակնալճից դեպի Զարթոն գնացող ավտոճանապարհի 3.6 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լուսագյուղից Ջրառատ տանող ավտոճանապարհի 2.1 կիլոմետր հատվածի հիմնանորոգում,
Ամասիայից դեպի Նալբանդյան եւ Ջանֆիդա տանող ավտոճանապարհի 4.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, խոսքը Արմավիրի մարզի մասին է։ Գեղարքունիքի մարզում Գավառից Նորատուս տանող ավտոճանապարհի 2.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզում Ստեփանավանից դեպի Արմանիզ եւ Ուրասար տանող ավտոճանապարհի 15 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքային համայնքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգում, Շիրակի մարզում Նոր կյանքից Փանիկ, Արևշատ եւ Մեծ Մանթաշ տանող ավտոճանապարհի 12.8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Տավուշի մարզում H36 ավտոճանապարհից դեպի Չինչին գնացող ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում էլ ենք գնաց այցելել ենք, տեսել ենք, Ուրցաձորից դեպի Մարտունի տանող ճանապարհի կառուցման մեկնարկ, այս մեկնարկում ենք արդեն։ Սա այն ճանապարհն է, պարոն վարչապետ, որը դեպի Վեդիից, այսինքն Ուրցաձորից Մարտունի է գնում, այս տարի պլանավորել ենք որոշակի հատվածում մինչև անցագրային կետի նմանվող բան կար արգելոցի տարածք մտնելը, դա պլանավորել ենք այդ հատվածում սկսենք այս տարի աշխատանքները։ Շատ լավ։ Կոտայքի մարզում Նոր Գեղի Եղվարդի տրանսպորտային հանգույցի ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի վերանորոգում, Կոտայքի մարզում, Արարատի մարզում Վաղարշապատ Մասիս ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Լոռու մարզում Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն պողպատե ֆերմաներով թռիչքային կառույցով ժամանակավոր կամրջի կառուցում, սա այն կամուրջն է, որ գնացել տեսել ենք, արդեն պատրաստ է։ Արմավիրի մարզում Վաղարշապատ Ծաղկունք ավտոճանապարհին գտնվող կամուրջի հիմնանորոգում եւ Արմավիրի մարզում Աղավնատուն Ամբերտ ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Գեղարքունիքի մարզում M4-ից դեպի Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի 100 մետր փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում։ Այստեղ տեղեկանքի ճիշտն ասած որոշ տեղերում պարզ չէր, դե ավարտվել է թե չի ավարտվել,